Ադրբեջանի իշխանությունները սկսել են օկուպացված Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի վերաբնակեցումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ այսօր Ստեփանակերտ է տեղափոխվել 36 ընտանիք 162 մարդ։ Նրանց հանձնվել են նոր բնակարանների բանալիները։ Նշենք, որ ադրբեջանցիներին բնակեցնում են քանդված հայկական տների տեղում կառուցված շենքերում չկա որևէ տեղեկություն այն մասին, թե սկզբունքորեն ինչ առնչություն ունեն նրանք Լեռնային Ղարաբաղի հետ։ Չի բացառվում, որ նրանք լինեն մերձավոր արևելքից բերված ահաբեկիչները։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով 2021 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում 26513 մարդ է տեղավորվել։ Մասյացոտնի թեմին ոսկե տափից Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը փոշմանել է, որ միացել է վարչապետի կողմն անցած եպիսկոպոսներին ու քահանաներին։ Նա հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. Ես Մասյացոտնի թեմի ոսկե տափից Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը խորապես ափսոսում եւ ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանքեր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու եւ հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզմունքները։ Ես վերահաստատում եմ Մասյացոտ թեմի հոգևորականներից 1701-2026 թվականի հայտարարությունը։ Իմ ողջ ծառայության ընթացքում ես փորձել եմ հավատարմորեն ծառայել ձեզնից յուրաքանչյուրին պահպանելով Սուրբ եկեղեցու կարգը եւ նույն պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ այսուհետ եւս շարունակելու եմ իմ սպասավորությունը։ Խոնարհաբար հայցում եմ ամենքիդ ներողամտությունը եւ խնդրում եմ հիշել ինձ ձեր աղոթքներում, ասված է Տեր Արտաշես քահանա Հակոբյանի հայտարարությունում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին, նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր վարչապետին այն քաղաքական կամքի համար, որը դրսևորվել է։ Այս մասին Դավոսում Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը թեմայով քննարկված ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Այս ամենի նպատակը միայն խաղաղությունն է եղել, ոչ թե իշխանության մնալն է խնդիրը եղել, այլ խաղաղ ապրելը, կներեք, որ ես այսպես եմ մեկնաբանում պարոն Ալիև, ասել է Խաչատուրյանը։ Իրանի մի խումբ քաղաքացիներ մտադիր են Երևանում երթ կազմակերպել ընդդեմ Իրանի իշխանությունների, բայց Երևանի քաղաքապետարանը չի արտոնել ընդդեմ իրանական իշխանությունների դեմ հանրահավաքը։ Եվրամեդիա 24-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ արգելվել է Իրանի քաղաքացի Սեյեդ Մասուդ Թահերիի կողմից հունվարի 24-ին ժամը 11:00-ից 15:00 Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հարակից տարածքից Բաղրամյան պողոտա, Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց Հանրապետության հրապարակ Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի հարակից տարածք երթուղով երթի անցկացումը։ Նշենք, որ Երևանում Իրանի դեսպանատան մոտ արդեն տևական ժամանակ է ինչ հավաքներ են տեղի ունենում, առաջացնելով պաշտոնական Թեհրանի դժգոհությունը։ Հայաստանը վերածվում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոնի։ Հունվարի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կոշտ գնահատականներ հնչեցրել Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրխոլամին։ Մինչ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները շարունակվում են, Հայաստանը կայացնում է որոշումներ, որոնք կարող են հիմնարար կերպով փոխել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը եւ անվտանգության համակարգը։ Այս նախաձեռնությունների շարքում Վաշինգտոնի հետ վերջերս հաստատված Թրամփի երթուղի նախագիծը ցույց է տալիս միջազգային ենթակառուցվածքային նախագծերի ինտեգրման հանձնառությունը։ Այս ծրագիրը նախատեսում է հայ-ամերիկյան կառավարության ընկերության ստեղծում առնվազն 49 տարի ժամկետով բացառելով Ռուսաստանի ցանկացած մասնակցություն, չնայած Մոսկվայի կողմից իր տարածաշրջանային շահերի վերաբերյալ բազմիցս արված նախազգուշացումներին։ Միևնույն ժամանակ Անկարան եւ Բաքուն ոչ պաշտոնական արշավ են անցկացնում ռուսական ռազմական ներկայությունը նվազեցնելու կամ վերացնելու համար, մասնավորապես Գյումրու բազայում եւ Աուրիկի սահմանային անցակետում։ Եթե այս սցենարը իրականանա, Հայաստանը կարող է հայտնվել շատ փխրուն աշխարհաքաղաքական իրավիճակում, ենթարկվելով ռազմական ռիսկերի աճի։ Ադրբեջանը, որի պաշտպանական բյուջեն զգալիորեն գերազանցում է Հայաստանին եւ որի զինված ուժերը մեծապես ինտեգրված են Թուրքիայի զինված ուժերի հետ, կունենա այնպիսի ճնշում գործադրելու առավելություն, որը կարող է սահմանակից լինել բացահայտ հակամարտությանը։ Տնտեսական հետևանքները նույնքան ծանր կլինեն։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ բազայի դուրսբերումը օրակարգում չէ, ինչը ցույց է տալիս Երևանի կողմից դրան առնչվող ռիսկերի մասշտաբի ըմբռնումը։ Ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում այս ռազմավարական աջակցության կորուստը ստեղծում է ռիսկեր, որոնք այլընտրանքային գործընկերությունների կամ նոր տրանսպորտային միջանցքների ընդլայնումը չի կարող փոխհատուցել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկություն է հայտնել Գրենլանդիա ուղարկել առնվազն եւս 200 ֆրանսիացի զինծառայող։ Նախագահ Մակրոնը պլանավորում է ի պաշտպանություն Գրենլանդիայի բնակչությանը առնվազն 200 ալպիական հրաձիգներից կազմված ջոկատ ուղարկել։
Ֆրանսիան նախկինում արդեն Գրենլանդիա ուղարկել է մոտ 15 զինծառայող, ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, երկիրը նաև խնդրել է կազմակերպել ՆԱՏՕ-ի զորավարժություններ կղզում։ ԱՄՆ-ն մերձավոր արևելք է ուղարկում USS Abraham Lincoln ավիակիրը և F-15E Strike Eagle կործանիչ ռմբակոծիչները, հաղորդում է Wall Street Journal-ը, հղում անելով պաշտոնյաներին և ինքնաթիռների հետևման տվյալներին։ Ինքնաթիռը Հորդանանում վայրեջք է կատարել հունվարի 18-ին։ Տարածաշրջանում կտեղակայվեն նաև լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում ամերիկյան Patriot և THAAD հակահրթիռային համակարգերը։ Պարբերականը նաև հայտնել է, որ անցյալ շաբաթ Իրանին հարվածներից հրաժարվելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս ճնշում է գործադրում իր օգնականների վրա Իրանի ղեկավարության դեմ վճռական ռազմական տարբերակներ կիրառելու համար։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը։ Նա նշել է, որ ամերիկացի առաջնորդը ցանկանում է հավերժ մնալ պատմության մեջ։ Բոլորը հասկանում են, Թրամփը պետք է կղզին գունավորի աշխարհի քարտեզների վրա աստղերով եւ շերտերով եւ կանգնի հիմնադիր հայրերի կողքին։ Նա ցանկանում է հավերժ մնալ պատմության մեջ եւ միևնույն ժամանակ դառնալ Ռուսաստանի նախագահի նման, ասել է անվտանգության խորհրդի փոխնախագահը։ Եվրոպական կառավարությունները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զգալի ճնշում գործադրել իրենց վրա, առաջարկելով իր ղեկավարությամբ ստեղծել նոր միջազգային մարմին՝ ՄԱԿ-ին այլընտրանք, հաղորդում է Bild թերթը, հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով Եվրոպայում ուժեղ անհանգստություն է տիրում Թրամփի Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթից առաջ։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ ԱՄՆ նախագահը կարող է օգտագործել Դավոս կատարած իր այցը ՄԱԿ-ին մրցակից կազմակերպություն ստեղծելու եւ համաշխարհային քաղաքականության մեջ իր ազդեցությունը ավելի ամրապնդելու համար։ Այդ նպատակով Թրամփը կարող է օգտագործել իր նախաձեռնած խաղաղության խորհուրդը Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու համար։ Ադրբեջանը Ուկրաինայի ուղարկել էլեկտրատեխնիկական ապրանքների բեռ $1 միլիոն արժեքով, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։ Ադրբեջանի մարդասիրական օգնության շրջանակներում Սումգայիթի տեխնոլոգիական պարկի տարածքից Ուկրաինա ուղարկվել է հերթական էլեկտրատեխնիկական բեռը։ Օգնության առաքումն իրականացվել է էներգետիկայի նախարարության կողմից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2026 թվականի հունվարի 16-ի հրամանագրի համաձայն մարդասիրական բեռի մեջ ներառվել են 12 ցածր լարման պանել, 11 գեներատոր, 5 տրանսֆորմատոր եւ 27000 մետր մալուխ եւ լարեր։ Օգնության ընդհանուր արժեքը, որը կազմակերպվել է Ուկրաինայի կողմից դիմումի վրա, կազմում է $1 միլիոն, նշվում է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիք է հնչեցրել Իրանի հասցեին, խոստանալով ամբողջովին ոչնչացնել երկիրը, եթե իր կյանքը վտանգի տակ հայտնվի։ Նրանք չպետք է այդպես վարվեն, բայց ես նախազգուշացրել եմ, եթե ինչ-որ բան պատահի, ամբողջ երկիրը հոդս կցնդի։ Իմ հրամանագրերը շատ հստակ են, եթե ինչ-որ բան տեղի ունենա, նրանք կջնջվեն երկրի երեսից, ասել է նախագահը մեկնաբանելով News Nation-ի հաղորդավարի այն պնդումը, թե Իրանը սպառնում է Թրամփին։ ԱՄՆ ղեկավարը նաև մեղադրել է իր նախորդին նախագահ Ջո Բայդենին Թեհրանի նկատմամբ բավարար կոշտ քաղաքականություն չվարելու համար։ Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժեմյոնը մտադիր է ջանքեր գործադրել վերականգնելու 2018 թվականի սեպտեմբերի 19-ին ԿԺԴՀ-ի հետ ստորագրված ռազմական ոլորտում լարվածության նվազեցման համաձայնագրի գործողությունը։ Հարավ և հյուսիսի միջև ոչ կանխատեսված բախումները կանխելու, քաղաքական գործիչների և զինվորականների միջև վստահությունը ամրապնդելու համար ես կձգտեմ վերականգնել 2018 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական համաձայնագիրը, ասել է նախագահը։ Բացի այդ, նա խոստացել է ջանքեր գործադրել ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսության հնարավորինս արագ վերականգնման, ինչպես նաև Սեուլի և Փհենյանի միջև հաղորդակցության համար պայմանների ստեղծման ուղղությամբ։ Մենք կշարունակենք խնդիրները լուծման ստեղծագործական մոտեցումներ փնտրել, քանի որ խաղաղությունը համապատասխանում է թե հարավի, թե հյուսիսի շահերին, հավելել է հարավկորեացի առաջնորդը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տիրապետում են այնպիսի զինատեսակների, որոնց մասին աշխարհի մյուս երկրներին հայտնի չէ։ Մենք ունենք զենք, որի մասին ոչ ոք չգիտի։ Հավանաբար լավ կլիներ այդ մասին ոչ մեկին չասել, բայց մենք ունենք զարմանալի զինատեսակներ, ասել է նա մեկնաբանելով լրագրողի այն հայտարարությունը, թե Վենեսուելայում իրականացված ռազմական գործողության ընթացքում կիրառվել է ինչ-որ տեսակի ձայնային զենք։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարը չի բացահայտել հիշատակված զինատեսակի վերաբերյալ որևէ մանրամասներ։ Պենտագոնը դեռ չի ստացել հրահանգ սկսելու ԱՄՆ-ի ռազմական օպերացիայի ծրագրի պատրաստումը Գրենլանդիայում, հայտնում է New York Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին։ Թերթը հիշեցրել է, որ Պենտագոնը մշակում է ծրագրեր տարբեր անսպասելի ռազմական իրավիճակների համար։ Այնուամենայնիվ, նախարարության աշխատակիցներն դեռ չեն վստահեցրել Գրենլանդիայում օպերացիա պլանավորելու խնդիրը, նշել են աղբյուրները։ Մասնագետների կարծիքով տեսականորեն ամերիկյան զորքերին դժվար չի լինի գրավել կղզին։ Այնուամենայնիվ, Պենտագոնի աշխատակիցներն ու բարձր դիրք ունեցող ամերիկյան զինվորականները դժգոհ են այն հայտարարություններից, թե հնարավոր է ուժային օկուպացիա Գրենլանդիայում, նշել է հրատարակությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը դարձել է նվեր Ռուսաստանի Դաշնության առաջնորդ Վլադիմիր Պուտինին։ Նման տեսակետ է հայտնել գերմանական պարբերականը։ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետը եվրոպական ուղղությամբ դարձել է Մոսկվայի համար նվեր, նշվում է հրապարակման մեջ։ Հոդվածում ասվում է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային սպառվել է, իսկ ամերիկացիների Եվրոպայից դուրս գալը դարձել է իրական սցենար։ Բացի այդ, Թրամփը հիմա սպառնում է Գրենլանդիայի միացմամբ փլուզել Հյուսիսատլանտյան դաշինքը, հավելել է պարբերականը։ Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հիշատակված ոչ ոքի հայտնի զենքը իրականում դոլարն է։ Այսպես պատգամավորը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը, ըստ որի Վաշինգտոնը ունի հատուկ մարտական միջոց, որի մասին աշխարհը տեղյակ չէ։ Կոլեսնիկի խոսքով, եթե այդ զենքի մասին ոչ ոք չգիտի, ապա հավանական է, որ այն պարզապես գոյություն չունի։ Նա նաև կասկածի տակ է դրել Վենեսուելայում օգտագործված ձայնային զենքի մասին լուրերը, նշելով, որ իրականում գործի է դրվել ֆինանսական ազդեցությունը, կաշառքն ու դավաճանությունը, հատկապես Վենեսուելայի ղեկավարի մերձավոր շրջապատում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսներն առաջարկում են չեղարկել Ավստրիայի ժողովը, հայտարարությունում մասնավորապես ասված է. Մայրաթոր Սուրբ Էջմիածնից եպիսկոպոսներին հրավեր է ուղարկվել մասնակցելու 2026 թվականի փետրվարի 16-ից 19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարվելիք հայ եկեղեցու եպիսկոպոսատ ժողովին։ Նշվում է, որ ժողով հրավիրելու որոշումը կայացվել է հունվարի 13-ին գումարված Գերագույն հոգևոր խորհրդի կողմից։ Եպիսկոպոսատ ժողովին նախատեսվում է քննել հայ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Այս խնդրահարույց գրությանն ի պատասխան հայտնում ենք. այսօրվա Գերագույն հոգևոր խորհուրդն անվավեր կառույց է, քանզի այն ընտրվել էր 2017 թվականի եկեղեցական ներկայացուցչական ժողովի կողմից 4 տարի ժամկետով, որի գործունեությունն ավարտվել է 2021 թվականին։ Դրանից հետո անդամների հեռացումներն ու լրացումները կատարվել են ամենայն հայոց կաթողիկոսը գահը զբաղեցնող անձի կամայականությամբ։ Ուստի այդ Գերագույն հոգևոր խորհրդի որոշումները կանոնական չեն։ Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը Մայրաթոր Սուրբ Էջմիածինն է, որը հայ եկեղեցու նվիրապետության կենտրոնն է, ճանաչված եւ քրիստոնյա աշխարհի եւ հայ եկեղեցու նվիրապետական աթոռների կողմից։ Որպես Մարի եկեղեցու հոգևոր կենտրոն այստեղ են ձեռնադրվել բոլոր եպիսկոպոսները։ Իր անկախությունն ամրապնդող Հայաստանի Հանրապետության պայմաններում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսատ ժողով չգումարելու պատճառները չեն ներկայացվել եւ այդ որոշումը հիմնավորված չէ։ Համակարգող խորհրդի եւ նրան միացած եկեղեցականների արծարծած խնդիրներին, հայ եկեղեցու բարենորոգմանը, հայաստանյաց առաքելական մեր Սուրբ եկեղեցու փաստացի պետի եւ որոշ այլ բարձրաստիճան հոգևորականների առանձին խնդրահարույց եւ աղմկահարույց դեպքերին Մայրաթորի կողմից առ այսօր որևէ արձագանք չի եղել։ Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված Հայաստանի Հանրապետության պետեկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են, այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Նշենք, որ օրեր առաջ Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել են
Եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ վերջիններս մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանցից առանձնապես խոշոր չափերի 9 միլիոն դրամ կաշառք ստանալու մեջ։ Տեր Զարեհ Քահանա Աշուրյանը, ով ժամանակին հոգևոր ծառայություններ իրականացնում Մասյացոտնի թեմում, իսկ այժմ Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվն է, զարմացած է ուր են նայում իրավապաշտպան կազմակերպությունները, երբ սպառնում են հոգևորականներին։ Ինչու չեն արձագանքում մեր պետությունում հավատարմագրված ներկայացուցչությունները, երբ այսքան ատելության խոսք է գեներացվում եկեղեցականների դեմ, ովքեր չեն միաբանվում իշխանականներին ընդդեմ Սուրբ եկեղեցին, երբ մեր հոգևորականները ֆիզիկական հաշվեհարդարների սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել։ Վտանգված է ժողովրդավարությունը, անձնական կյանքի անձեռնմխելիությունը, աշխարհը կուրացած է, նրանց աչքերը փակ են մեր խնդիրների համար։ Նրանք չեն տեսնում մեր հոգևորականների եւ հավատացյալների տառապանքը, նշել է Տեր հայրը։ Այո, պետական պարտքն աճել է եւ ինչ որ մի միլիարդից դարձել է ուրիշ միլիարդ, բայց պետություններ կան, որ տրիլիոններով ունեն։ Ինչու ենք այդ միլիարդից խոսում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ֆինանսների նախարարն առաջարկել է խոսել դրա համամասնությունից եւ որպես օրինակ նշել է 2018 թվականին պարտք հնան մոտ 52%-ներ, հիմա 48% է։ Այսինքն պարտքը սպասարկելու մեր հնարավորություններն ավելի մեծացել են, այլ կերպ ասած, այն ծախսերը, որոնք մենք արել ենք պարտքի հաշվին, տվել են այն արդյունքները, որով հնարավոր է եղել մեր եկամուտները մեծացնել, այնքան որ մենք շարունակում ենք խնդիր չունենալ այդ պարտքը սպասարկելու ուղղությամբ, հայտարարել է նախարարը։ Հայաստանը Ադրբեջանին է ուղարկել իր բեռների Ռուսաստան տարանցման վերաբերյալ հարցում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Դե ֆակտո միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Ներկայումս բեռնափոխադրումը իրականացվում է Վրաստանի տարածքով, սակայն մի օր երթուղին կանցնի Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով եւ այդ օրը հեռու չէ, նշել է նախագահը։ Ալիևը խոստովանել է, որ կարող էին շարունակել պատերազմը, դա սակայն կնշանակեր անվերջ պատերազմներ, տառապանքներ, զոհեր, ինչ որ մեկը պետք է դա կանգնեցներ։ Դա Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միասնական որոշումն էր՝ փակել հակամարտության էջը եւ բացել խաղաղության հնարավորությունները։ Դա տեղի ունեցավ ռեկորդային արագությամբ եւ Թրամփի ներկայությամբ ես եւ ՀՀ վարչապետը ստորագրեցին խաղաղության հռչակագիրը, նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը, ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի խոսքով Թրիփով տրանսպորտային միջանցք է ստեղծվում Կենտրոնական Ասիայից Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով, Նախիջևանով, Թուրքիայով դեպի Եվրոպա։ Նա հավելել է, որ զուգահեռ ընթացող Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացները կհանգուցալուծվեն նույնպես զուգահեռաբար Հայաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների համաժամանակյա հաստատմամբ։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կեղծ է որակել այն տեղեկությունը, որ Գազայի հատվածի հետ կապված խաղաղության խորհրդին միանալու համար անհրաժեշտ է $1 միլիարդ ներդրում կատարել։ Պետության ղեկավարը մեկնաբանել է տեղեկությունը Մինսկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները նրան հարցրել են խաղաղության խորհրդին միանալու իրական պայմանների մասին եւ հետաքրքրվել, արդյոք $1 միլիարդ ներդրման մասին լուրերը ճիշտ են։ Այն հիվանդ մարդիկ, ովքեր խոսում եւ գրում են $1 միլիարդ ներդրման մասին, կրկին սխալվել են։ Պարզապես պետք է կարդալ փաստաթուղթը։ Ներդրում անհրաժեշտ չէ, ասել է Լուկաշենկոն։ Բելգիայի վարչապետ Բարդե Վևերը հայտարարել է, որ Եվրոպայի համար Ռուսաստանի հետ բանակցություններ վարելը լավ գաղափար չէ, քանի որ Եվրոպան ներկայումս չունի բավարար ուժ իր հայտարարությունները գործնականում ամրապնդելու համար։ Նրա խոսքերը փոխանցում է Guardian-ը։ Վերջինիս խոսքով Եվրոպան պետք է արթնանա եւ վերազինվի արձագանքելու համար Միացյալ Նահանգներում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններին։ Նա ընդգծել է, որ եվրոպական երկրները այսօր մեծապես կախված են տեխնոլոգիաներից, որոնք չեն վերահսկում եւ որոնց սեփականատերեր չեն, ինչը թույլատնում է նրանց ռազմավարական ինքնուրույնությունը։ Աշխարհը այժմ շարժվում է դեպի մի վիճակի, երբ գործում է միայն ամենաուժեղի օրենքը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Պետության ղեկավարը խոսել է համաշխարհային աշխարհաքաղաքական իրավիճակի մասին համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։ Նայեք այն իրավիճակին, որում մենք հայտնվել ենք։ Դա անցում է դեպի կանոններից զուրկ աշխարհ, որտեղ միջազգային իրավունքը խախտվում է եւ որտեղ միակ օրենքը, որը կարծես կարեւորություն ունի, ամենաուժեղի օրենքն է, ասել է Ֆրանսիայի ղեկավարը։ Նա նշել է, որ աշխարհում բռնության մակարդակը բարձրանում է։ Մակրոնի խոսքով
խոսքով 2024 թվականին գրանցվել է ավելի քան 60 զինված հակամարտություն։ Ֆրանսիայի նախագահը այս թիվն անվանել է բացարձակ ռեկորդ։ Ինչպես նշել է Ֆրանսիայի ղեկավարը, հակամարտությունները գնալով ավելի են ազդում ոլորտներին լայն շրջանակի վրա, այդ թվում թվային ոլորտի, առևտրի և տիեզերքի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մանրամասներ է հայտնել հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր զրույցից։ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ինձ ասաց. «Չեմ կարող հավատալ, որ դու լուծեցիր այդ հակամարտությունը, որը նա փորձել է լուծել ավելի քան 10 տարի, որովհետև Կովկասը նրա տարածքն է», ասել է ԱՄՆ առաջնորդը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում մասնակցել է սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը խորագրով պանելային քննարկման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի եւ Թուրքիայի եւ Լիմակ ընկերության ներկայացուցիչ Էբրու Օզդեմիրի հետ։ Նախագահն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման կարևոր դերակատարությանը հարավային Կովկասի երկրների տնտեսական զարգացման, ինչպես նաև արևելք արևմուտք բնականոն հաղորդակցության ապահովման ու տնտեսական ազատ համագործակցության տեսանկյունից։ Շեշտվել է, որ խաղաղ եւ կայուն հարավային Կովկասը կարող է դառնալ կարևորագույն հանգույց Եվրոպայի եւ Ասիայի միջև ստեղծելով տնտեսական զարգացման բազմաշերտ հնարավորություններ։ Կա ամենակարևորը քաղաքական կամք եւ որոշում։ Եվ մենք պետք է կարողանանք այս շարունակականությունը ապահովել։ Եվ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Ադրբեջանի հետ, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ, դրանք լավագույն նպաստող գործոններն են լինելու։ Եվ մի բաներ կա, որ մենք անպայման պետք է անենք մեր ժողովուրդների, մեր քաղաքացիներին պետք է տրամադրենք մասնակից դառնալ այս գործընթացներին։ Սա մի աշխատանք է, որը պահանջում է ժամանակ։ Եթե նախագահ եւ վարչապետը երկու երկրների ղեկավարները կարողացան ընդամենը շատ կարճ ժամանակում, որտեղ իրականում կարճ ժամանակ, մեր ասենք 2 տարվա ընթացքում հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության գալ, այս ամենը մեր հասարակություններից պահանջելը ճիշտ չի, որովհետեւ մարդկանց պետք է իր մեջ այդ հաղթահարեն այն խնդիրները, որոնք արհեստականորեն կամ բնականորեն կան։ Եվ ես հույս ունեմ, որ մենք երկու երկրներս եւ Ադրբեջանը եւ Հայաստանը այս ուղղությամբ աշխատում ենք եւ կշարունակենք աշխատել եւ մեր քաղաքացիներին, մեր հասարակությանը իսկապես մասնակից կդարձնենք մեր սկսած նախաձեռնած խաղաղության հարատեվությանը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 20-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքը։ Հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու մասին օրենքի նախագիծն ազգային ժողովում ընդունվել է 69 կողմ եւ 15 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Նախագծի հեղինակներն են ազգային ժողովի պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը եւ Գեգամ Նազարյանը։ Խորհրդարանի փոխխոսնակը նախորդին տեղեկացրել է, որ քվեարկությունից հետո այս հունվարի 27-ն արդեն կլինի ոչ աշխատանքային օր։ Օրենքը ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման 10-րդ օրը, այլ անմիջապես։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Վլադիմիր Եվտուշենկովին։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի Հանրապետությունում տնտեսության ընդհանուր զարգացումների, ինչպես նաև պետություն մասնավոր հատված փոխգործակցության շուրջ։ Եվրոպան 2014 թվականից ի վեր բաց է թողել ուկրաինական ճգնաժամը լուծելու իր բոլոր հնարավորությունները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Եվրոպան կորցրել է իր առաջին հնարավորությունը 2014 թվականի փետրվարին, երբ չկարողացավ ստիպել ընդդիմությանը կատարել Եվրոպայի կողմից իր աշխատավորված համաձայնագրի պայմանները, ասել է նախարարը։ Ինչպես վերջինս նշել է, երկրորդ անգամ, երբ եվրոպացիները կարողացան նպաստել կարգավորմանը, դա 2015 թվականի փետրվարին էր, երբ Ֆրանսիա եւ Գերմանիայի մասնակցությամբ ստորագրվեցին Մինսկի համաձայնագրերը։ Սակայն հետագայում եվրոպացիները հայտարարեցին, որ Մինսկի համաձայնագրերը անհրաժեշտ էին Ուկրաինային ժամանակ շահելու համար։ Երրորդ հնարավորությունը բաց թողնվեց նոր համաշխարհային պատերազմի մեկնարկից առաջ, երբ եվրոպական երկրները չաջակցեցին Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև անվտանգության պայմանագիր կնքելու ռուսական նախաձեռնությունը։
Իրանում բողոքի ցույցերի ճնշումից ցնցված իրանցիները իրենց դավաճանված է զգում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս խոստացել է միջամտել իրենց գործերին, ապա հրաժարվել է դա անել։ Այս մասին հաղորդում է Washington Post-ը։ Տեղացի բնակիչները նկարագրել են իրենց շփոթմունքն ու անորոշ զգացողությունները։ Նրանք հավելել են, որ Սպիտակ տան հայտարարությունները ամրապնդել են ցուցարարների վճռականությունը դիմադրելու իրանական ռեժիմին։ Մենք նայում ենք երկնքին, կարծես ինչ-որ բան էր պատահելու, կարծես նա պատրաստվում էր հարվածել, ասել է Թեհրանի բնակիչ Հադիթը։ Նա բացատրել է, որ շատ քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ, քանի որ կարծում են, որ Թրամփը հրաման կտա հարձակվել Իրանի վրա։ Վերջինս կարծում է, որ ԱՄՆ նախագահը հարգանք չունի մարդկության նկատմամբ։ Ուկրաինայի համար 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը առանց ԱՄՆ աջակցության դատապարտված է ձախողման։ Այս մասին հայտնել է միջազգային հարաբերությունների փորձագետ Գերհարդ Մոնգոտը։ Այսպես կոչված կամավորների կոալիցիայի կողմից զորքերի տեղակայումը պարզապես անհնար է առանց ԱՄՆ աջակցության։ Եթե ԱՄՆ-ն հրաժարվի պաշտպանել եվրոպացիներին, ովքեր կարող են հայտնվել ռուսական բանակի հետ մարտերում, դա հավասարազոր կլինի կամավորների կոալիցիայի կապիտուլյացիային։ Առանց ամերիկացիների առաքելությունը չափազանց ռիսկային է։ Եվրոպացիները չունեն նույնիսկ նման գործողություն իրականացնելու կարողություն, առավել ևս դրան աջակցելու, նշել է Մոնգոտը։ Մասնագետի խոսքով հենց այդ պատճառով է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է Եվրոպային։ Նա նաև բացարձակապես ճիշտ է անվանել այն, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն անտարբեր են Եվրոպայի դիրքորոշման նկատմամբ։ Գորիսում անչափահաս տղաները սահնակով բախվել են բետոնե արգելապատնեշին, նրանցից մեկը մահացել է, բժիշկները պայքարում են մյուսի կյանքի համար։ Հունվարի 15-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ 2 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիս բժշկական կենտրոն։ Վիրավորները Սյունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Գուրգեն Գ.Ն. եւ 17-ամյա Արմեն Յ.Ն. Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 22:15-ի սահմաններում Գուրգեն Գ.Ն. եւ Արմեն Յ.Ն. Գորիս քաղաքի Խորենացու փողոցում սահնակով սահելիս նշված խաչմերուկում բախվել են ճանապարհի եզրին տեղադրված քարե արգելապատնեշին, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքները։ Հաջորդ օրը հունվարի 16-ին գիշերը ժամը 00:20-ի սահմաններում Գուրգեն Գ.Ն. վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է, իսկ Արմեն Յ.-ի առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր։ Մահացածը սովորում էր Գորիս քաղաքի Աքսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Քաղաքացիները 2026 թվականի ապրիլի 15-ից հետո Հայաստանի Հանրապետության երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կարող են անվճար փոխանակել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերում եւ կենտրոնական բանկում առանց սահմանափակումների, հայտնում են Կենտրոնական բանկից։ 2025 թվականի ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն 2026 թվականի ապրիլի 15-ից երկրորդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ 2017 թվականի հուլիսի 11-ին Կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրության մեջ հատուկ նշվել էր, որ երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն երրորդ սերնդի թղթադրամները եւ երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն։ Եղանակը առաջիկա օրերին։ Հունվարի 21-ի եւ 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում բուք ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի եւ 24-ի ցերեկը 22-ին եւ 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հյուսիսային 2-ից 5 մետր վարկյան։ Հունվարի 23-ից 24-ն առանձին շրջաններում սպասվում է նաեւ քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը հունվարի 21-ից 22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-ից 10 աստիճանով։ Հունվարի 23-ից 24-ի գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։